Հայկ Կոնջորյանին խոսքը կտրվի։ Ամբիոնին է մոտենում ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը, որ մինչև ՔՊ-ին անդամակցել է, Լուսավոր Հայաստանի անդամ է եղել, իսկ ՀՀԿ-ի իշխանության օրերին ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամ։ Կներեք, գիտեք ովքեր չէին փոխվում կամ ովքերը երևի ճիշտ չէր ասել։ Դինոզավրերը։ Հո դինոզավր չի, որ չփոխվի Կոնջորյանը։ Պարոն Կոնջորյան, դուք հայտնի եք նրանով, որ որոշակի գեղեցիկ արտահայտություններ եք մտցնում ազգային ժողով։ Արտահայտություններից մեկը հիշում եք քաղաքական հայդուկ նորել դինոզավր ասեցիք, այսինքն մարդիկ քաղաքական ուժ, ովքեր այսինքն հետևողականորեն նույն գաղափարախոսությանը հետամուտ են լինում։ Դանի պատասխան մի ուրիշ տերմին էլ ես եմ մտցել, քաղաքական քամելիոն։ Քամելիոն, այսինքն մի կենդանի, ով շատ ճկուն փոփոխվում է արտաքին իրավիճակի փոփոխությունների լույսի ներքո։ Եվ հիմա հարց է, ավելի լավ է լինել քաղաքական քամելիոն, թե քաղաքական հայդուկ։ Քամին որտեղից փչի, այդ գույնը ընդունես։ Ինքնապահպանման նպատակով է քաղաքական ճամբարներ փոխել Կոնջորյանը, ընդդիմությունը սա է փորձում հասկանալ։ Դա որպեսզի դինոզավր չդառնաք այդ սխեմայի մեջ մտնում, պարոն Կոնջորյան։ Ժամանակին արդարության մարտիկել էին ասում Հայկ Կոնջորյանին, հիմա այդ նույն Կոնջորյանին սկանդալներն են ուղեկցում անարդարության մասին, նկատում են ընդդիմադիրները։ Ամբողջ լրատվականներում սկանդալային նյութերից բացի այլ նյութեր չկան։ Մոտ մեկ շաբաթ առաջ է տարածվել լուրը, որ ծեծել են Հայկ Կոնջորյանի եղբորը։ Ըստ լրատվամիջոցների Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Աբովյանի ավականու անդամ Նայիրի Հակոբյանի տան կողքով եւ հայհոյանքներ հնչեցրել։ Հայկ Կոնջորյանի եղբոր անունը կապվել է նաև վարորդական իրավունքի սահմանափակման պայմաններում մեքենա վարելու խարդախության վերաբերյալ քրեական գործի հետ։ Այդ օրերի Նիկոլ Փաշինյանը նստում է կապի ասում է ՀԴՄ թուղթ, նստում է կապի ասում է ՀԴՄ թուղթ, մեկ էլ պարզվում է ՔՊ անդամ ձեր եղբոր անվան հետ կապում են միլիոնավոր դրամներ կանխիկ, ՀԴՄ դոկումենտացիա, բան չկա։ Չի մեկնաբանում Կոնջորյանը եղբոր վարքը։ Բռնություն։ Քաղաքական թիվ 1 ամբիոնից միայն նրա ծեծն է դատապարտում։ Ինձ համար դատապարտելի է ցանկացած տիպի բռնություն։ Հոգեբանական, ֆիզիկական։ Ըստ Հայկ Կոնջորյանի իր հարազատներին թիրախավորում են իրեն հարվածելու համար։ Կնոջ աշխատավարձի քննարկումը նրա կարծիքով դրա ապացույցն է։ Փոստային բաժանմունքը Շուշան Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է $118,000։ Իշխանական Կոնջորյանի կինը հայփոստից ամսական ստանում է ավելի քան 3.6 միլիոն դրամ, $10,000 աշխատավարձ։ Համեմատության համար ասեմ, որ Հանրապետության նախագահը ստանում է, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն, Հայաստանի Հանրապետության վարչապետը 1.6 միլիոն է ստանում, այսինքն կրկնակիից ավել շատ է ստանում։ Սա այն դեպքում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով վատթարացել է, ըստ պտտվող լուրերի, վնասը ավելի քան 520 միլիոն դրամ է։ Իմ կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ։ Ու էլի սրտնեղում է Կոնջորյանը։ Ինչու է քննարկման թեմա դարձել իր կնոջ ամսական 3.6 միլիոն դրամ աշխատավարձ ստանալը, եթե ավելի բարձր վարձատրված տնօրեններ է ունեցել հայփոստը։ Իմ կինը Ագնեսա Խամոյանի ու Հայկ Կոնջորյանի մեջ լեզվակռիվ է բորբոքում Կոնջորյանի կնոջ աշխատավարձի քննարկումը։ Վարչության պետից հայփոստի տնօրեն այդ ցածկը կարծում եմ շատ արագ է ստացվել եւ վստահաբար ձեր ազդեցությունը եւ ձեր մասնակցությունը դրանում, եթե ոչ ուղիղ, ապա ակնհայտորեն եղել է։ Երբ որ դուք խոսում եք իմ կնոջ կարիերայի ցածկի եւ այլնի մասին, դուք ավելի լավ խոսեք ձեր կարիերայի ցածկի մասին, թե դուք ոնց հերթատեսային տաղավարից հայտնվեցիք այստեղ։ Իմ կինը, ի տարբերություն ձեզ, պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, տիկին Խամոյան։ Դուք ոչ միայն պետական բյուջեից աշխատավարձ եք ստացել, դուք վերջին 5 տարիներին հարկատուների գումարով ստացել եք աշխատավարձ եւ գործի չեք եկել, տիկին Խամոյան։ Դուք աշխատանքի չեք եկել։ Դուք վատնել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերը, որոնք որ նրանք տվել են որպես ձեզ վարձատրություն։ Ես ձեզ թույլ չեմ տա այլևս երբեք այդ տոնով եւ այդ ոճով խոսել ինձ հետ։ Ես ձեզ չեմ վիրավորել,
Ես ձեր կնոջը բացարձակապես չեմ վիրավորել, ձեր կնոջ դեմ ոչինչ չունեմ, չեմ ճանաչում, որևէ գնահատական տալ չեմ կարող։ Ես բարձրացրել եմ հարցադրումներ, որոնք 1 շաբաթ շարունակ մամուլը բարձրաձայնում է։ Եվ դուք այս միջանցքներից ճողոբրում եք եւ որևէ հարցի չեք պատասխանում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս մտերմաբար։ Փոխեք ձեր տոնը, հատկապես եթե այստեղ եք նստելու։ Փոխեք ձեր ոճը։ Դա ձեզ ոչ մի լավ տեղ չի հասցնելու։ Ինչ է նշանակում։ Բա դուք որտեղից եք եկել հասել այդտեղ։ Այնտեղից որտեղից որ դուք եք եկել։ Լրագրողական հանրությունից։ Երբ որ ես կենթանի մարդկանց հետ հարցազրույցներ էի անում, դուք լրագիրում երևակայական հարցազրույցների շարք էիք հրապարակում, իդեպ շատ հավանում էի եւ կարդում էի։ Անձնական տիրույթ մտած Կոնջորյանին Խամոյանը հիշեցնում է, նրա կինը շարքային աշխատակիցներից 45 անգամ բարձր աշխատավարձ է ստանում։ Սա այն դեպքում, որ վնասով է աշխատեցնում Հայփոստը։ Ինչ ասում պարոն Կոնջորյանը։ Ասում է նորմալ է, որ $10,000 աշխատավարձ է ստանում Հայփոստի տնօրենը։ Ասում է դե դուք ոչինչ որ падգամավոր եք, բայց մի հատ օգնական չունեք ձեր եղածները հետ, չի։ Պարոն Կոնջյան, այո, Հայփոստը 3500 աշխատակից ունի։ 1200-ը դրանցից փոստատարներ են։ Գիտեք որքան աշխատավարձ են ստանում։ 80,000 դրամ։ Հայփոստի տնօրենը, որը վնասով է աշխատացնում, որը վարկային միջոցներ է ներգրավում, ամսական $10,000 աշխատավարձ է ստանում։ Շարքային աշխատակիցը 45 անգամ պակաս աշխատավարձ է ստանում։ Դուք վերջին անգամ Հայփոստ երբ եք մտել, շենքային պայմանները տեսել եք, իսկ գիտեք, որ ծառայությունները կրկնակի թանկացել է, երբ որ պետության կառավարմանն է հանձնվել, կամ է ձեր ոճը, էլի, անունը դնում եք վերցնում ենք օլիգարխներից, չգիտեմ ումերից, տալիս ենք ժողովրդին չեք տալիս, ձեր համար դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն։ Միևնույն է, Կոնջորյանի ինքնագնահատականը բարձր է։ Ես ինձ համարում եմ համոզված խորհրդարանական։ Հիշեցնում է, որ եղել է 6-րդ, 7-րդ, 8-րդ գումարման խորհրդարաններում։ Երևի պարոն Հասանովի հետ այն երկու падգամավորներից մեկն է, որ առանց որևէ ընդհատումների եղել է։ Եվ ուրեմն արժանի է 9-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահի տեղին։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։